Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, որը ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ալեքսանդր Թիմանը, որը ստանձնելու է հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի գործակցությամբ իրականացվող ծրագրի 5-րդ վերանայման արդյունքները։ Այս առումով կողմերը գոհունակություն են հայտնել ծրագրի արդյունքներից եւ անդրադարձ կատարել հետագա քայլերին։ Մտքեր են փոխանակվել ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական ակտիվության խթանման, առկա ռիսկերի հաղթահարման եւ այլ հարցերի վերաբերյալ։ Բաքուն շարունակում է իր մարտավարությունը, հրադադարի խախտման վերաբերյալ հերթական ապատեղեկատվությունն է տարածվել։ Միաժամանակ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է, այսպես ասած, ականազերծման աշխատանքները միտումնավոր խոչընդոտելու համար եւ միջազգային հանրությանը կոչ անում պատասխանատվության ենթարկել Երևանին։ Պաշտոնական Երևանի արձագանքը չի ուշանում։ Բաքուն կոչ է արել միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Հայաստանին, այսպես ասած, ականազերծման աշխատանքները միտումնավոր խոչընդոտելու համար։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե ականի հերթական պայթյունից Ադրբեջանի 4 քաղաքացիներ են ծանր վիրավորվել, այդ թվում երեխաներ։ Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հաղորդել են ականի պայթյունից սահմանապահի զոհվելու մասին։ 2020 թվականի պատերազմից ի վեր ականների պայթյունների հետևանքով 392 մարդ է զոհվել կամ վիրավորվել։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Հայաստանին զանգվածային ականապատման համար, որը խոչընդոտում է հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանի ականազերծման ջանքերը։ Բաքվի արտգործնախարարության ներկայացուցիչը նախորդ շաբաթ ևս հայտարարել էր, թե իբրև Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25%, միաժամանակ Երևանից պահանջելով ճշգրիտ քարտեզներ։ Այս հայտարարությանը հաջորդել էր նույն պահանջով Ադրբեջանի խորհրդարանի կոչը միջազգային հանրությանը։ Պաշտոնական Երևանն էլ արձագանքել էր նշելով, ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան, Հայաստանն ինչ քարտեզ եւ տեղեկություն ունեցել է, արդեն իսկ փոխանցել է Բաքվին։ Ավելին, Հայաստանը շարունակում է առաջարկել միջազգային փորձագետների հետ ստուգել դրանց անճշտության հավանականությունը, ինչին իհարկե հասկանալի պատճառներով Ադրբեջանն այդպես էլ չի արձագանքում։ Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ միջազգային հանրության հորդորներին եւ ակնկալիքներին, միևնույն է Ադրբեջանն իր ձեռքում եղած ամեն հնարավոր գործիք օգտագործում է Հայաստանն աշխարհին ագրեսոր երկիր ներկայացնելու համար։ Դա նրա անփոփոխ ձեռագիրն է։ Քարտեզների թեման անտեղին շրջանառելուն զուգընթաց Բաքվում վերջին շրջանում սկսել են անկանոն կրակոցներ արձակել սահմանին եւ Հայաստանին մեղադրել հրադադարն իբրև պարբերաբար խախտելու համար։ Արձագանքելով վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների մասին Սյունիքից եկող ահազանգերին, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դրանք արձանագրվում են սահմանագծի երկայնքով, երբեմն անկանոն եւ ոչ թիրախային։ Ռազմական գերատեսչությունը միևնույն ժամանակ ընդգծում է հրադադարի ինտենսիվ, էական կամ այլ կերպ ասած նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես են գալիս պաշտոնական հաղորդագրություններով։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբրև ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 4:30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Պաշտոնական Երևանը բազմիցս հերքել եւ հերքում է հրադադարը խախտելու Բաքվի բոլոր պնդումները, դրանք համարելով իրականությանը չհամապատասխանող։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։
Ինչպես նշեցինք, կեղծիք տարածելու արատավոր սովորույթից Ադրբեջանը չի հրաժարվում, պարզապես այս անգամ թիրախում միայն Հայաստանը չէ։ Վերջին օրերին ադրբեջանական մամուլը մեծ արագությամբ տարածեց լուրն այն մասին, թե իբրև չինական պատվիրակության ղեկավարը Բաքվում խոսել է Զանգեզուրի միջանցքի գործարկման մասին, ավելին շեշտադրել դրա ռազմավարական մեծ նշանակությունը։ Արդյոք իսկապես Չինաստանի ներկայացուցիչները օգտագործել են Զանգեզուրի միջանցք եզրույթը, ինչպես են արձագանքել Չինաստանից Բաքվին, թեմայի վերաբերյալ փաստերը կհամադրի իմ գործընկեր Այդա Կիրակոսյանը։ Այն, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը մասնակցել է Բաքվում կայացած խորհրդաժողովին, դա փաստ է, բայց արդյոք եղել է անդրադարձ Զանգեզուրի միջանցքի թեմային։ Ադրբեջանական մամուլը մեծ ու ցնցող վերնատառերով, գլխագրերով տարածեց լուրը, որի սկզբնաղբյուրը Սպուտնիկ գործակալության ադրբեջանական ծառայությունն էր։ Սպուտնիկի հոդվածում լրագրողը պնդում էր, թե Չինաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը, ինչպես նշեցիր, մասնակցել է Բաքվում խորհրդակցության, որի ընթացքում ըստ Սպուտնիկի աղբյուրի Զանգեզուրի միջանցքի գործարկմանն է անդրադարձել եւ նշել է, որ սա շատ մեծ ռազմավարական նշանակություն ունի եւ ավելի կամրապնդի Եվրոպա-Ասիա կապերը։ Այս բովանդակությամբ հոդվածը բնականաբար արտատպվեց ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներում, բայց դրանով չսահմանափակվեց այս կեղծ լուրի տարածումը, որովհետեւ այն արտատպվեց նաեւ հայկական մեդիատիրույթում եւ այնքան տարածվեց, որ պարզապես Չինաստանից ստիպված եղան հերքել այս լուրը։ Ինչպես եւ տեսանք արդեն Հայաստանում Չինաստանի հավատարմատարը անդրադարձավ տեղի ունեցածին կամ տեղի չունեցածին, իրականում որովհետեւ այս հարցը չէր քննարկվել խորհրդակցության ընթացքում, Չեն Մինգը, ինչպես նշեցի հավատարմատարը Չինաստանի Հայաստանում, վստահեցրեց, որ իր գործընկերները Բաքվում իսկապես անդրադարձ չեն կատարել Զանգեզուրի միջանցքին եւ դրան հարող որևէ թեմայի։ Այսինքն խորհրդակցությունները այո եղել են տարբեր միջանցքների ճանապարհների մասին, բայց Զանգեզուրի միջանցքի մասին որևէ խոսք չի եղել։ Նա պարզաբանեց, ես մեջբերեմ անմիջապես իր խոսքից, Բաքվում չինական պատվիրակությունը քննարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանում մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնության տարածման եւ զարգացման հարցը եւ չի քննարկել կամ որևէ կերպ անդրադարձել Զանգեզուրի միջանցքի հարցին այդ համաժողովում։ Այսինքն փաստացի հերքվում է ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունը։ Դիվանագետը նաև պնդել է, որ լրատվամիջոցում արկա տեղեկությունները որևէ կերպ տարածվելու իրավունք չունեն եւ դրանք պարզապես հակասում են Չինաստանի պաշտոնական դիրքորոշմանը եւ որևէ կերպ չեն արտացոլում այն դիրքորոշումը, որն ունի հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված Չինաստանի պետությունը եւ ղեկավարությունն ու իշխանությունը։ Անդրադառնալով մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությանը, դիվանագետը նշում է, որ նրանք դրանով նաև նպատակ ունեն խաղաղությունն ամրապնդելու մեր տարածաշրջանում, որովհետև նաև գիտենք աշխարհաքաղաքական հարցերից ելնելով Չինաստանին էլ բացարձակ ձեռք չի տալիս մեր տարածաշրջանում կոնֆլիկտայնությունը եւ հնարավոր պատերազմը։ Չինական կողմը ի դեպ չի միջամտելու երկրների ներքին գործերին, այս հայտարարությունը եւս արել է հավատարմատարը եւ որպես Հայաստանի բարեկամ գործընկեր մենք շահագրգռված ենք շարունակել եւ խորացնել երկկողմ գործակցությունը։ Նշանակում է, որ մեր տարածքային ամբողջականության հետ կապված որևէ հարցի Չինաստանը չի խանգարելու, չի խառնվելու եւ այլ կողմի դիրքորոշմանը չի նպաստելու։ Լավ, իսկ ադրբեջանական կողմը ինչպես է արձագանքել Չինաստանի հետ։ Որքան էլ զարմանալի է, ադրբեջանական մամուլից հեռացվեցին կեղծ լուրի հետ կապված բոլոր հոդվածները գրեթե, մի քանիսը անձամբ ստուգել եմ եւ պարզապես այլևս արկա չեն։ Գուցե կան սունկ կայքեր, որոնք կամ տելեգրամյան ալիքներ, որոնք դա շարունակում են տարածել, բայց գլխավոր հեղինակը, Սպուտնիկը եւ մնացած ավելի հայտնի լրատվամիջոցները պարզապես հեռացրեցին այդ լուրը։ Ադրբեջանական հերթական արշավի նպատակը նորից Զանգեզուրի միջանցքի թեման օրակարգ բերելն էր, այս անգամ թիրախավորելով Չինաստանին եւ հղում անելով Չինաստանին, այսպես ասած գցելով իրենց վրա, բայց չստացվեց, քանի որ ստացավ արժանի պատասխան։ Սրան զուգահեռ ես նշեմ, որ 3 ապրիլի 6-ին Հայաստանը եւ Չինաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձը, բավականին խորհրդանշական թիվ։ Չինական կողմի բնորոշմամբ հայ-չինական
Հայ-հայաստան բարեկամական հարաբերությունները զարգանում են արագ, կայուն եւ առողջ։ Ինչի մասին վկայում են երկկողմ գործակցության տարբեր արդյունքներ, որոնցից հատկանշական է եւ առանձնացրել եմ նախորդ տարի Հայաստան, Չինաստան եւ հակառակողությամբ ուղիղ չվերթների մեկնարկը, ինչը ել ավելի սերտացնում է բարեկամական հարաբերությունները եւ նաեւ քաղաքացիների միջև ուղիղ կապ է հաստատում։ Հուսով եմ, որ ճանապարհների, ենթակառուցվածքների միջին միջանցքի առումով եւս մեր գործակցությունը կխորանա եւ մենք դուրս չենք մնա այդ ծրագրից։ Շնորհակալ եմ այդ հանգամանալից վերլուծության համար, իսկ մենք շարունակում ենք թողարկումը։ Երեքամյա երեխային անհայտ ծագմամբ քիմիական բաղադրությամբ հաբ որպես կոնֆետ տալու դեպքով, որի հետևանքով երեխան թունավորվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը հոդվածով։ Հիշեցնենք, երեկ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ երեքամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց։ Ոստիկանները պարզել էին, որ ապրիլի 5-ին կեսգիշերին մոտ տաքսու վարորդը երեխային հյուրասիրել է ինչ-որ հաբեր, որպես կոնֆետ։ Այն ուտելուց հետո երեխան սկսել է թուլանալ, առաջացել է սրտխառնոց եւ հայրը կասկածել է, որ երեխան թունավորվել է։ Նրա շտապ տեղափոխել է հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը։ Ըստ նախնական տեղեկությունների հաբերն ինչ-որ մաքրող միջոց են եղել, ոստիկանները հայտնաբերել են տաքսու վարորդին, որն ասել է, թե այդ կոնֆետներն իրեն հյուրասիրել էին օտարերկրացի երկու քաղաքացի, որոնց ինքը չի ճանաչել, պարզապես որպես ուղևոր ճանապարհից վերցրել է։ Օտարերկրացիների ինքնությունը պարզելու նրանց հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։ Անդրադառնանք այլ թեմաների։ Երևանում մարտին գրանցվել է 645 մահ, ծնվել է 1506 երեխա, որից 772 տղա, 734 աղջիկ։ Գործակարգավարական նիստում քաղաքապետը անդրադարձել է նաև օդի աղտոտվածության խնդրին։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքներն ընթանում են բնականon հունով, շարունակելով ապահովել արագ եւ հարմարավետ ուղևորափոխադրում։ Գործակարգավարական նիստում քաղաքապետին զեկուցել են, որ մեկ շաբաթվա ընթացքում մետրոպոլիտենը սպասարկել է 509,514 ուղևորի։ Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանն էլ տեղեկացրել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների ընդհանուր թիվը կազմել է 2,439,525։ Որից տրոլեյբուսներում 92,151, մետրոպոլիտենում 509,514 եւ ավտոբուսներում 1,837,860։ Իսկ համեմատական նախորդ շաբաթվա համեմատ աճ ունենք 43,000-ի կարգի։ Նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ անդրադարձ է կատարել օդի աղտոտվածության խնդրին։ Նա նշել է, որ այս սեզոնին օդի որակը զգալիորեն բարելավվում է։ Այս սեզոնին արդեն իսկ օդի որակը Երևան քաղաքում էականորեն փոխվում է դեպի լավը։ Ճիշտ եմ արձանագրում։ Եվ սա ցույց է տալի մեր 173 սարքերը, որոնք որ տեղադրել ենք Երևան քաղաքով մեկ։ Եվ բայց մենք ունենում ենք խնդիրներ հիմնականում ձմեռվա ամիսներին եւ դա պայմանավորված է ինչով, պարոն Ավետիսյան։ Պարոն քաղաքապետ, ձմեռային ամիսներին մենք յուրաքանչյուր տարի ունենում ենք այդ խնդիրը, պայմանավորված եւ ջեռուցման սեզոնով, երբ որ որոշակիորեն ավելանում է, այսինքն աղտոտման աղբյուրներին գումարվում է նոր աղտոտման աղբյուր, ջեռուցումը, պայմանավորված Երևան քաղաքի աշխարհագրական դիրքով։ Նախորդ ամսվա ընթացքում Երևանում շտապ բուժօգնություն է դիմել 184 վթարի եւ վրաերթի ենթարկված քաղաքացի, որից տուժել է 194 քաղաքացի, գրանցվել է 3 մահ։ Կանչերի ընդհանուր թիվը մեկ ամսվա ընթացքում կազմել է 24430։ Երևանում մարտին գրանցվել է 645 մահ, ծնվել է 1506 երեխա, որից 772 տղա, 734 աղջիկ։ Մեկ դեպքում ընտանիքում ծնվել է թվով 11-րդ երեխան։ Տիգրան Ավինյանն էլ նշել է. Ժամանակին մենք այդպիսի ժամանակներ ունեցել ենք, երբ որ մարդը ցանկում է շտապ օգնություն եւ կարող էր հասանելի չլիներ շտապ օգնությունը, հիմա նմանատիպ դեպքերը բացառված են։
Եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանն էլ ներկայացրել է, որ 2025 թվականի հունվար-մարտ ամիսների համար նախատեսված ավելի քան 17 միլիարդ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 16 միլիարդը եւ կատարողականը կազմել է 94.3%։ Դերակատարման հիմնական պատճառ է հանդիսացել փոխադրավարձի գծով եկամուտների թեր հավաքագրումը շուրջ 1.5 միլիարդ դրամ, որը պայմանավորված է Երևան քաղաքի հավաքանու տարբեր որոշումներով, նշված եկամուտատեսակի մասով սահմանված արտոնություններով, այդ թվում նաև մինչ 2025 թվականի փետրվարի 28-ը ձեռք բերված փաթեթների համար լրացուցիչ 1 ամիս անվճար երթևեկելու հնարավորության տրամադրմամբ։ Գործակարգավարական նիստում քաղաքապետին հայտնել են նաև, որ ամբողջությամբ ավարտվել են Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները, տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ։ Գործընթացը շարունակվում է Արտաշեսյան, Սարալանջի, Չարենցի, Գուրգեն Մահարու եւ Շիրակի փողոցներում։ Տեղադրվել է ընդհանուր առմամբ 580 LED լուսատու։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Անձնագիր ստանալու գործընթացը թվայնացվելու է, կգործեն ընդհանուր առմամբ 23 գրասենյակներ, որոնցից 2-3 կլինեն Երևանում, մնացածը մարզերում։ Այդ գրասենյակներում են ընդունվելու քաղաքացիների դիմումները անձը հաստատող փաստաթուղթ ստանալու վերաբերյալ։ Ըստ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանի գրասենյակ այցելելու անհրաժեշտությունը գրեթե վերանում է։ Հայաստանում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքների ընտրության մրցույթն ամփոփվել է։ Այս մասին կենսաչափական համակարգերի ներդրման աշխատանքները վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ 2024 թվականի ապրիլին տեղի ունեցավ մրցույթի առաջին փուլը, որակավորման փուլը, որի արդյունքներով 5 ամիս բանակցություններից հետո նաև մեկնարկեց բուն առաջարկի հարցման փուլը եւ արդյունքում մարտի 31-ին արդեն հաշված օրեր առաջ մենք հայտարարեցինք հաղթող ընկերության անունը։ Այդեմիա կոնսորցիումն է, այսինքն կոնսորցիում է, այս հայտատուի կազմում կա նաև այլ ընկերություններ գրաված, բայց առաջատար անդամը ֆրանսիական հայտնի կազմակերպությունն է։ Մրցույթի առաջատարը գերմանական հայտնի Օջենթիկ կազմակերպություններ, որին գնահատող հանձնաժողովը տվել է 79.24 միավոր։ Որակը գին հարաբերակցության ձևաչափով է անցել մրցույթը, ընդ որում որակի մասնաբաժինը 70% է ընդհանուր գնահատականի մեջ, իսկ գնի մասնաբաժինը 30% է, եւ ըստ պետություն մասնավոր գործընկերության մասին օրենքի մենք առաջինը ամփոփեցինք ուրեմն տեխնիկական առաջարկը, որակի հատվածը եւ նվազագույն շեմը փաստորեն հաղթարեցին երկու հայտատուներն էլ, արդյունքում նոր միայն բացվեց երկու հայտատուների գնային առաջարկները, դրանք համադրվեցին արդեն տեխնիկական կտորի գնահատման արդյունքների հետ եւ ունենք այս պատկերը։ Դավթյանը վստահեցրել է, որ 2026 թվականին կենսաչափական համակարգերն ամբողջությամբ ներդրված կլինեն, ինչը մի քանի անգամ կբարձրացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների անվտանգությունը։ Ինչ վերաբերում է նոր փաստաթղթերի արժեքին, ապա ծառայության պետը նշել է, որ ընկերության հետ դեռ պայմանագիր չի կնքվել, սակայն հնարավոր է սակագների աննշան փոփոխություն լինի։ Ի դեպ, նոր համակարգերի ներդրումը վիզաների ազատականացման համատեքստում պարտադիր պահանջ է։ Ինչ վերաբերում է հանրային ծառայությունների մատուցմանը, ապա ըստ նրա բոլորովին նոր կոնցեպտ են ներդնելու, որը նաև օրինակելի փորձառություն կլինի պետական մյուս գերատեսչությունների համար։ Մենք 23 գրասենյակներ կունենանք մասնավորի կողմից, 2-3-ը կլինեն Երևանում, մնացածը կլինեն մարզերում։ Այս գրասենյակներում են ընդունվելու քաղաքացիների դիմումները անձը հաստատող փաստաթուղթ ստանալու վերաբերյալ, կլինի անձնագիր թե նույնականացման քարտ, ըստ էության այլ տեսակի անձը հաստատող փաստաթղթերը եւս նույն ձևաչափով է դիմումների ընդունումն ու փաստաթղթի տրամադրումը կատարվելու, ինչ նկատի ունեմ ասելով այլ տեսակի անձ հաստատող փաստաթուղթ, այլ իրավական կարգավիճակներով Հայաստանում փաստաթուղթ ստացող անձանց մասին է խոսքը, կլինի փախստական քաղաքացիություն չունեցող անձ կամ օտայգրացի, որը ունի կացության կարգավիճակ։ Ըստ Նելի Դավթյանի համակարգի ներդրման արդյունքում միգրացիա եւ քաղաքացիության ծառայության գրասենյակ այցելելու անհրաժեշտություն կարող է առաջանալ մի քանի տարին մեկ անգամ։ Նա նկատել է, հաշվի առնելով աշխարհի լավագույն փորձը, նոր տեխնոլոգիաների կիրառման պայմաններում 23 գրասենյակը բավարար է հավուր պատշաճի ծառայություն մատուցելու համար։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։
Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող Եմեն հանուն էներգետիկայի ծրագիրը, որի նպատակն է նպաստել մաքուր էներգիային անցմանը և էներգետիկ շուկայի ազատականացմանը, Հայաստանում հաջող ընթացք է ունեցել։ Այսօր կայացել է ծրագրի երկրորդ փուլի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում մասնագետները քննարկել են ի հայտ եկած խնդիրներն ու ներկայացրել գրանցված հաջողությունները։ Իրականացնել կայուն էներգետիկ քաղաքականություն և խթանել գործակցային էներգետիկ ոլորտի զարգացումը տարածաշրջանային մակարդակում։ Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացվող մաքուր էներգիայի անցման խթանումը արևելյան գործընկերության երկրներում EU4Energy Pool 2 ծրագիրը ևս հաջողվել է։ Նպատակն է խթանել ցածր ածխածնին և մաքուր էներգիային անցումը արևելյան գործընկեր 6 երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում։ Եվրամիությունն էլ ավելի է հանձնառու խթանելու էներգետիկ ապահովվածությունը և ընդլայնելու տարածաշրջանային գործակցությունը։ Սրանք տնտեսական դիմակայունության բարձրացման լրացուցիչ կարևոր բաղադրիչներն են։ Եմեն բացի այն ներդրումներից, որ իրականացնում է այստեղ Հայաստանում, այս ծրագրով հավելյալ ներդրումներ է իրականացնում ենթակառուցվածքների ստեղծման համար։ Օրինակ, մենք աջակցում ենք արևային կայանների տեղադրմանը, նաև Կովկասի կապուղիների կյանքի կոչմանը։ Վերջինս կապահովի Հայաստանի էներգետիկ կապը տարածաշրջանի հետ։ ԵՄ նպատակները շարունակում են մնալ նույնը՝ մաքուր և ֆինանսապես մատչելի էներգիա բոլոր քաղաքացիների համար։ Այստեղ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարևոր դերակատարում ունի, քանի որ այն վերահսկելու է շուկան, ապահովելու է թափանցիկությունն ու մրցակցությունը։ Այս ծրագիրը կօգնի Հայաստանին այլընտրանք ունենալ և այլևս կախվածություն չունենալ բնական գազից։ Եմեն հանուն էներգետիկայի EU4Energy ծրագրի երկրորդ փուլի համաժողովի նպատակն է համախմբել Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերին, քննարկելու այս փուլի ձեռքբերումներն ու առկա խնդիրները, նաև բացահայտելու էներգետիկ ոլորտում հետագա գործակցության հնարավորությունները։ Ունենք ազատականացված շուկա, ունենք թռիչքաձև զարգացող վերականգնող էներգետիկա, հատկապես արևային էլեկտրակայանների մասով, եւ ունենք շատ ավելի լավ հասարակություն, որը ավելի լավ է իրազեկված ռեֆորմների ընթացքից եւ նույնը վերաբերվում է նաեւ մեդիա ընկերությունների մեդիատիրույթին։ Մասնագետները փաստում են, որ ծրագիրն օգնում է բարելավել էներգետիկ տվյալների հնարավորությունները, շահառու երկրների տվյալների հավաքագրումն ու մոնիթորինգը։ Նմանատիպ միջոցառումները շատ կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլև արևելյան տարածաշրջանի գործընկերների համար։ Այս տեսակի ծրագրերը կօգնեն մեր երկրներին համապատասխանեցնել իրենց ստանդարտները ԵՄ ստանդարտներին, ամրապնդել ինստիտուցիոնալ կարողություններն ու խթանել գործընկերությունը էներգետիկ անվտանգության, կանաչ էներգետիկայի ոլորտներում։ Ինտերակտիվ փորձագիտական ներկայացումների և քննարկումների միջոցով համաժողովն ընդգծեց նաև կայուն էներգետիկ քաղաքականության և տեխնոլոգիաների կարևորությունը երկրի էներգետիկ անվտանգության, բնապահպանական կայունության և տնտեսական զարգացման համար։ Այս ծրագիրն իրականում առանցքային նշանակություն ունի ոչ միայն մեզ ոլորտը կարգավորողներիս, այլև կոնկրետ այս տարածաշրջանի և Հայաստանի համար, քանի որ էներգետիկայի անվտանգ մատակարարման առումով այստեղ դեռևս շատ անելիքներ կան։ Մասնագետների կարծիքով ծրագրի այս փուլերի հաջող ընթացքը թույլ է տալիս նոր երրորդ փուլի գործընթացները քննարկելու հաջողության ակնկալիքներով առաջ շարժվել դեպի վերջնանպատակ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Միջազգային նորություններին ծանոթացեք տեսաշարով։ Իրանը դեմ է իր միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի պահանջներին կամ ռմբակոծության ենթարկվելուն, նախազգուշացնելով հարևաններին, որոնց տարածքում տեղակայված են ամերիկյան բազաներ, որ նրանք կարող են հայտնվել կրակի գծում, եթե ներգրավեն դրանում, հայտարարել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։ Չնայած Իրանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղիղ բանակցությունների պահանջը, Թեհրանը ցանկանում է անուղղակի բանակցությունները շարունակել Օմանի միջոցով, որը մրցակից պետությունների միջև կապի վաղեմի ուղի է։ Այդ մասին հայտարարել է պաշտոնյան, որը Reuters-ի հետ խոսել է անանունության պայմանով։ Իրանը ծանոթագրեր է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Քաթարին, Թուրքիային եւ Բահրեյնին, առայն որ Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման ցանկացած աջակցություն, ներառյալ հարձակման ժամանակ ամերիկյան զինվորականների կողմից իրենց օդային տարածքի կամ տարածքի օգտագործումը կդիտվի որպես թշնամական գործողություն, ասել է պաշտոնյան։ Նման արարքը նրանց համար լուրջ հետևանքներ կունենա, ասել է նա, հավելելով, որ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին Իրանի զինված ուժերը բարձր պատրաստվածության վիճակի է բերել։
Ներմուծման նոր մաքսատուրքերը դեղամիջոց են ամերիկյան տնտեսության համար, օդանավում լրագրողներին տված պարզաբանման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երբեմն ինչ-որ բան շտկելու համար պետք է դեղ խմել, ասել է Սպիտակ տան ղեկավարը, նշելով, որ մաքսատուրքերի սահմանումը կապված է Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտով։ Նա խոսել է Եվրոպայի, Ասիայի եւ աշխարհի այլ երկրամասերի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին, որոնք ցանկանում են ԱՄՆ-ի հետ գործարք կնքել։ ԵՄ-ի հետ մաքսատուրքերի հնարավոր չեղարկման մասին հարցին Թրամփը պատասխանել է եվրոպական երկրները մեզնից հարստություն են կորզել եւ նրանց հետ գործարք չլինի, քանի դեռ նրանք ամեն տարի մեծ գումար չեն վճարել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ Ռուսաստանը պետք է ԱՄՆ-ին ցույց տա Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու իր պատրաստակամությունը, սակայն այս պահին Կրեմլը ձգձգում է գործընթացը։ Նրա խոսքով Վաշինգտոնը եւ ՆԱՏՕ-ն ջանքեր են գործադրում հակամարտությունը դադարեցնելու համար, սակայն ըստ գլխավոր քարտուղարի գնդակն այժմ գտնվում է Ռուսաստանի դաշտում, որը բավարար ջանք չի գործադրում հրադադարի հաստատման համար։ Նրանք բավականաչափ արագ չեն գործում, Ռուսաստանն իսկապես պետք է ավելին անի այս պատերազմին վերջ տալու համար, ասել է Ռյուտեն։ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ վերամիավորումն իրական է, եթե Վրաստանի ժողովուրդը համբերատար լինի, հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԻՄԵԴ-ի հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Տարածքային ամբողջականության վերականգնումը, կարծում եմ, իրական է, եթե մենք ցուցաբերենք համբերություն եւ այդ համբերությամբ առաջնորդվենք մեր քաղաքականության մեջ։ Այդ հարցի լուծումն անշուշտ կախված կլինի տարբեր գործոններից, սակայն հարաբերության եւ ճիշտ քաղաքականության դեպքում ամեն ինչ հնարավոր է, ասել է Կոբախիձեն։ Ֆրանսիայի ընդդիմադիր ազգային միավորում կուսակցության առաջնորդ Մարին Լպենը կիրակի օրը հայտարարել է, որ խաղաղ ճանապարհով կպայքարի նախագահական ընտրություններում առաջադրվելու իր հնգամյա արգելքը չեղարկելու համար եւ ոգեշնչում կստանա քաղաքացիական իրավունքների պայքարի ամերիկացի սպանված Մարտին Լյութեր Քինգ կրտսերից։ Մարին Լպենի կողմնակիցները կիրակի կեսօրին հավաքվել են Փարիզի կենտրոնում խաղաղ բողոքի ցույցի համար, ինչը վկայում է ընդդիմադիր քաղաքական գործչի լայն աջակցության մասին։ Անցյալ շաբաթ Փարիզի դատարանը Լպենին եւ ազգային միավորում կուսակցության 2 տասնյակ անդամների մեղավոր է ճանաչել Եվրամիության ֆինանսական միջոցները յուրացնելու մեջ եւ որոշում է ընդունել, որով Լպենին արգելվում է մասնակցել 2027 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, եթե 18 ամսվա ընթացքում նա չհասնի որոշման չեղարկմանը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։